Զբոսաշրջային ավտոբուսների համար ներդրվել են պարտադիր որակավորման պահանջներ, կառավարությունը հաստատել է որակավորման տեխնիկական պահանջներն ու ընթացակարգերը։ Որակավորումը հիմնականում նախատեսված է զբոսաշրջային ուղևորափոխադրումների որակի ապահովման, զբոսաշրջիկների անվտանգության ապահովման եւ իհարկե դրանով նաեւ Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդման ու շարունակական բարձրացման նպատակով։ Մինչև այս որակավորման պահանջներ են սահմանվել նաև զբոսաշրջային օպերատորի, գործակալի, զբոսավարի կամ ուղեկցորդի եւ հյուրանոցային ծառայությունների համար։ Ըստ հիմնավորման գործող ընթացակարգերը բավարար չափով չեն կարգավորում զբոսաշրջային փոխադրումների ոլորտը։ Կստեղծվեն եւ կկահավորվեն միայն որակավորված զբոսաշրջային ավտոբուսների համար նախատեսված կայանատեղեր։ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով արդեն կունենանք որակավորված զբոսաշրջային ավտոբուսներ, որոնք կունենան համապատասխան նաև այդ որակավորման նշանը, արդեն կիմանանք, թե որ ավտոբուսների համար է այդ կանգառները նախատեսված։ Այսինքն այս խնդիրը արդեն լուծվում է։ Ըստ Մեխակ Ապրեսյանի Հայաստանում որակավորման պահանջներին համապատասխանող մոտ 300 զբոսաշրջային ավտոբուս կա։ Դրանք լայն թափով թարմացվեցին տարիներ առաջ։ Դեռ երբ ուժի մեջ չէր մտել ԵԱՏՄ ամբողջ այսպես մաքսային կարգավորումները նաև Հայաստանի համար, մենք ունեինք որոշակի ժամանակ, դեռ գործում էր նախկին կարգավորումը եւ զբոսաշրջային ավտոբուսների ներմուծումը ազատված էր ավելացված արժեքի հարկից։ Դա խթանեց, էապես խթանեց մեր ավտոբուսային պարկի թարմացմանը եւ կարողանում էին եւ բերում էին բավականին լավ եւ թարմ ավտոբուսներ եւ մեր պարկը համալրվեց եւ բավականին լավ պարկ ունենք։ Ապրեսյանն առաջարկում է կրկին նման արտոնություններ սահմանել զբոսաշրջային ավտոբուսային պարկը թարմացնելու համար։ Որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա ապրիլից, որից հետո 1 տարի ժամանակ կտրվի տվյալ ոլորտում գործունեություն իրականացնողներին ավտոբուսները ներկայացնելու որակավորման։ Ուրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։